Բարև ձեզ։ Այսօր տեսակապով կզրուցեմ Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության ընդհանուր քարտուղար դոկտոր Հրար Ջեբեջյանի հետ։ Պարոն Ջեբեջյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալություն։ Պարոն Ջեբեջյան, նախքան մեր զրույցը ձեր վերջին հրապարակած հոդվածներից մեկն էի կարդում Հարավային Աֆրիկայի սիրո պատգամը վերնագրով, որտեղ մեկ միտք էիք անընդհատ կրկնում, որ ամեն մեկս, որ մենք բոլորս մեկ մեծ պարտականություն ունենք հայը եւ հայրենիքը կերտել։ Հետաքրքիր է ինչ նկատի ունեք սա ասելով եւ ինքներդ ինչ պատասխանատվություն եք զգում այս միտքը գրելով եւ ասելով։ Իրականության մեջ ինձ համար Հարավային Աֆրիկան առաջին անգամ չէ որ գայցել եմ, մի քանի անգամներ այցելած եմ, բայց այս վերջին անգամ սոնա չեմ գիտեր, այսպես դեսակ մսկացում ունեցա, հատկապես երբ որ Ռոբին Փանդկացի այցելեցի, ուր որ Մանդելան հոն մնացած է։ Եվ երբ որ Մանդելան դուրս եկավ Փանդեն, իր ամբողջ ռազմաքաղաքական ռազմավարությունը հիմնեց սիրո եւ համերաշխության եւ իրար հասկանալու մեջ եւ ադով է որ շինեց Հարավային Աֆրիկայի երկիրը որպես երկիր եւ որպես պետականություն եւ երբ ասանգամ քացի սոնա եւ դեսա Հարավային Աֆրիկա դեսա թե ինչքան հարաճ խաղաց արձանագրած է եւ դարիներով վրա երկարած եւ հստակ էր թե Մանդելայի այդ ռազմավարությունը որ ադելությունը միայն ադելություն կփերե ադիգա դեղ չի հասցներ այլ ադելությունը պետք է փոխարինել սիրով ինչպես որ Մանդելան ադիգա ասած է եւ ես ասիգա ցեվոմ ուզեցի հոդվածի մեջ են նաեւ ներկայացնել ոչ թե միայն Հարավային Աֆրիկայի բարական այլ նաեւ ադիգա ուզեցի տնել մեր հայրենիքի բարական որովհետեւ եթե մենք հայրենիքը պիտի գերդենք մենք փոխ հասկացողությամբ եւ զիրար դեսնելով եւ զիրար հասկանալով եւ անպայմանորեն զիրար հարգելով եւ զիրար սիրելով որովհետեւ ադելությունը թշնամանքը զիրար չհասկանալը պիտի փոխարինենք համագեցության հասկացողության համտուրժողականության եւ զիրար հասկանալու ռազմավարության այնպես որ ասոցիացիան մեջ են ուզեցի դեսնել մենք որպես այսօր որ հայրենիքը որ բավական դժվարություններով լեցուն օրեր գաբրին ինչ տեսակի ռազմավարությունը պետք է մշակենք որպեսզի կարողանանք մենք մեր հայրենիքը գերտել բոլորս արգսիրենք հայրենիքը հա եւ ունենք փոքր հայրենիք որոնց համար այդքան զոհություն կտանի ինչպես պիտի փորձենք պահել եւ գերտել մեր հայրենիքը որ այսօր բավական դժվարություններով լեցուն է այնպես որ այս հոդվածի մեջ եմ փորձեցի սոնա որ դեսնել թե լավ եթե փորձված իրականություն մգա ինչպեսին է բարակային Հարավային Աֆրիկան որ ադելությունը փոխարինած սիրով եւ անհանդուրժողականությունը փոխարինված հանդուրժողականությամբ եւ զիրար դեսնելով զիրար ընդունելով մենք ադույնը չենք կնարնել կրնան գնել անպայման եթե գա այդ պատրաստակամություն այնպես որ ծեվոմը ասիգա էր մի բանի Հարավային Աֆրիկայի սիրո պատկամը որտրի նաեւ դերնակիրը որ ուզեցի դեսնել թե մենք որպես հայրենիք հայ ժողովուրդ Հայաստան եւ Սփյուռք ինչպես կրնանք այս տեսակի ռազմավարությունը մշակել հայրենիքը մերն է սոնա եւ մենք հայրենիքին համարենք եւ ադորամար պետք է փորձենք դեսնել թե ինչպես հայրենիքը պետք է գերտենք այսինքն յուրաքանչյուրս իր բարդականությունը ունի նելի չի պավերեսել որ ասի չգամանիչ ղեկավարը եւ գամ ասիկա պետք է ներ յուրաքանչյուրս լատ Հայաստան լատ Սփյուռք մենք մեր բարդականությունը ունենք նելի եւ այդ բարդականության դիտակցությամբ որ պետք է առաջ երթա Մի քանի հարցեր նշեցիք, որ Հարավային Աֆրիկայցին ընթացքում փորձել եք հասկանալ, օրինակ թե ինչ ռազմավարություն պետք է մշակել, հայրենիքին օգնելու համար, ինչպես պետք է օգնել, այս ձեր նշած հարցերի պատասխանները ի վերջո գտաք։ Հիմա դες, երբ որ նայեցա Հարավային Աֆրիկայի մեջ, դեսա թե ինչպես այդ անհանդուրժողականությունը, գիտեք, բավական պատմություն ունի Հարավային Ամերիկան Ջերմագամորտ եւ Սևամորտ ասած ցեղային խտրականությամբ ապրած է եւ գտնակ պատկերացրել որ Մանդելայի պես մեկը որ 28 տարի փանդի մեջ մնացած էր եւ ես կացի այդ փանդը դարձել այցելեցի առաջին անգամս չէր երկրորդ անգամ եւ տեսա թե ինչքան զրկանքներու մեջ անցուցած է այդ 27 տարին բայց այդ 27 տարի փանդեն դուրս գալեն յետքը իր ամբողջ փիլիսոփայությունը քաղաքական ռազմավարությունը փոխած է Եվ ասած է որ ադելությունը միան ադելություն կբերե, վրեժխնդությունը միան վրեժխնդություն կբերե, ուրեմն պետք է փոխենք մեր ռազմավարությունը եւ ասած է ինչպես պիտի գրանանք համագեցությունը ստեղծել հավաքականության մեջ եւ հաջողեցավ ստեղծեց հանդուրժողականության եւ այսպես ասած իրար հասկանալու հաստախումը որ
նշանակեց ադոր մեծը նաև arczepiskopos անգլիկան եկեցվող arczepiskopos-ը, որ սիրված եւ ընդունված անձմներ եւ որ փորձեց տեսնել թե ինչպես այս ժողովուրդները, որոնք տարիներով իրենց իրար միջև ադելություն ունեն, ինչպես կրնային կոկովիկա։ Լավ, հիմա այս մեկը մենք կրնան գնել, կարելի չի անել, եւ որ այս փորձված իրականություն մգա Հարավային Աֆրիկայի մեջ, մենք չենք գնալ այդ մեկը անել։ Այդքան դժվար է, որ կոկովիկալ եւ տեսնել թե լավ ինչպես պիտի գարենանք մեր անհասկացողությունները կոկովի բերել եւ ինչպես կնանք համերաշխությունը ստեղծել, ինչպես կնանք ադելությունը սիրո փոխանցել եւ անհանդուրժողականությունը հանդուրժողականության փոխանցել։ Այս է գենթատրեմ մեր խոշոր բարդականությունը, որ մենք ունենք այսօր։ Ներքին իմաստով պետք է կոկովի քալու, զիրար հասկանալու եւ զիրար հանդուրժելու ռազմավարությունը պետք է մշակել։ Թյուրին կորսմը չէ, գիտեմ, Մանդելան աթյուրին չրավ, եւ հատկապես որ պանդեն դուրս եկավ, բայց հաջողեցավ։ Մենք ալգնանք հաջողցնել։ Պարոն Ջեբեջյան, նաև անցում կատարելով մյուս երկրներ, որ գիտեմ, որ հաճախ եք ճամփորդում, նաև տարբեր երկրներում եւ արաբական երկրներ եւ նաև եվրոպական երկրներ, հետաքրքիր է այստեղ երբ հանդիպում եք հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչ տրամադրություններ եք նկատում, ինչ իրավիճակ եք տեսնում։ Սոնա, ինչպես գիտես, ես իմ աշխատանքից բերումով շատ կճամփորդեմ, եղավ մոտավորապես ճիշտ 35 տարի է, որ առանց գնալու կճամփորդեմ եւ Terevs եղած է մոտավորապես 100 տարբեր երկիր այցելած եմ իմ աշխատանքային բերումով եւ այդ 100 տարբեր երկիրներում մեջ ես նաեւ շատ մահիկական քաոտներ հանդիպած եմ եւ ուզած եմ հանդիպել, ասիկա դեսակնցեվով մնալ իմ այսպես ասկային բարդականությունն նկատած եմ, որ փորձեմ տեսնել հայկական քաոտներ, ոչ թե անպայմանորեն հայկական քաոտ այցելելու համար գտնում երկիրներ, իմ աշխատանքից բերումով գտնում, բայց կուզեմ հայկական իրականություններ տեսնել եւ հոն կփորձեմ մեր հայ քաոտի լատ առաջնորդ լատ բար ժողովուրդ որոնք այդ քաոտի մեջ կապրին, տեսնել թե անոնք ինչպես կապրին։ Եվ այս տարիներու ընթացքին եւ այս բոլորը որ տեսած եմ, նաեւ դրած եմ իմ ոդվաստերուս մեջ եւ արդեն 3000 հայերեն քիրք խմբակրած եմ եւ հրադարակած եմ այս իմաստով։ Առաջին հերթին կարեւոր է որ փորձենք տեսնել թե օրինակ հայը ինչպես կապրի այս քաոտներուն մեջ։ Ինչ կնշանակի իրեն համար հայը լավ, այսինչ կամ ինչ երկրի մեջ է։ Ինչպես կհասկանա ասկային ինքնություն եւ ասկային համոզմունք լեզու եւ մշակույթի պահպանում դվյալ այդ երկրի մեջ է։ Գիտեք, սոնա յուրաքանչյուր երկիր ունի իր դվյալը, յուրաքանչյուր սփյուռքյան իրականություն ունի իր դվյալները։ Եվ այդ դվյալները մեկնելով հայը կփորձե ինք իր ասկային ինքնությունը եւ մշակույթի եւ լեզուն պահպանել։ Թյուրին կորսմը չէ։ Եվ ես յուրաքանչյուր քաոտ որ այցելած դեսած եմ թե ինչքան մարդարավետներ եւ ինչքան դժվարություններ կան։ Կարդ մքաոտներում մեջ սկսած ենք լեզու գործընծնել, ուրիշ քաոտներում մեջ տարբեր տեսակի մարդարավետ յուրաքանչյուր հայկական սպիրկյան քաոտ ունի իրեն հատուկ մարդարը, բայց անիչ որ դեսած եմ սոնա յուրաքանչյուր քաոտ որ այցելած եմ դեսած եմ թե ինչպես հայը կփորձե որ մարդնչիլ որպեսի բահե իր ասկային ինքնությունը։ Գիտեք թե սպիրկը պիտի հաշվենք մոտավորապես 110 տարի տասական սպիրկի համար է գլխավորապես իմ խոսքս 110 տարի բավական բան է սպիրկը հայ բահել հայը իր ասկային ինքնության բահել եւ ասիկա առաջնահերթ է այսօր գողքին նաև դեսած են սոնա որ Հայաստանը շատ կարևոր դեր կխաղի այսինքն սպիրկի մեջ ապրող հայը իր այդ ասկային ինքնությունը բահելու պահպանելու իր այդ չանկերում մեջ նաև Հայաստանը գտեսնե որպես այսպես ասած ամուր գրվան խարիսկ հայրենիք ինքնություն որ գործե գարչիր ադոր որովհետև ադոր մեջ տան նաև գտեսնե իր հայաբահբանումի այդ կորձընթացի մեկ կարևոր շատ զորավոր խարիսկ եւ գին այնպես որ այսօր համար է որ ես ընդհանրապես իմ հոդվածներուս մեջ միշտ չադակով եղած եմ ասելու որ Հայաստան սպիրկ հարաբերություններով ապրաբնդումը շատ կարևոր է որովհետև սպիրկի համար հայը հայ բահելու մեկ շատ կարևոր կորձոն եւ խարիսկը Հայաստանն է Հայաստանը այսպես ասած ուժ գսրսկե գլիցկավորե սպիրկահայուն իր ասկային մշակութային ինքնության պահպանումին համար եւ անշուշտ միևնույն ժամանակ պետք է տեսնել որ հակառակ կողմենալ իրականություններ կան այն իմաստով որ նաեւ սպիրկի մեջ շատ կարողականություններ կան սոնա շատ կարողականություններ կան մենք սպիրկյան հայկական իրականություններում մեջ ունենք ուժեր կարողականություններ մասնակիտական անցիկ մասնակիցներ որոնք դատբեր ոլորտներում մեջ որոնք կրնան նաեւ իրենց ներդրումը ունենալ հայրենիքի զարգացման համար եւ ես շատ տեսած եմ սոնա ասիգա քանի որ շատ երկիր տեսած եմ թե ինչ կան կարողականություններ կան սպիրկի մեջ ադոր համար միշտ լսած եմ որ
Հայաստան-Սփյուռք մեր հարաբերությունը պետք է ամրապնդենք, որովհետև երկուստեք փոխադարձ շահեր չսեմ, շահեր parajիշտ parajե, բայց իրարու զորացնելու եւ զիրար շինելու կորձընթաց է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, որովհետև եթե Սփյուռքեն ուժեր կան, որ Հայաստանի համար գնա կորձել, Հայաստանեն նաեւ ուժեր կա, որ կարելի է սրսկել Սփյուռքի համար, որ այնպես որ երկու, այսպես ասենք, միավորներ կոկովի կալով գամփոխչացնեն զիրար եւ զիրար գոկտեն, որբեսի հայաբաբանումի եւ ասկային եւ մշակութային ինքնության բաբանումի կորձընթացը շատ ավելի լավ ծավալ արագտանի։ Այնպես որ մոտվածներս մեջ երևի գարտացած է սոնա, որ ինչքան շատ չադակով եղած եմ եւ քրած եմ Հայաստան-Սփյուռք մեր հարաբերությունը ամրապնդման համար։ Ես նաև նկատել եմ, որ հաճախ խոսում եք դասական Սփյուռքի եւ Հայաստանի հետ, հայկական իրականության հետ այն կամրջելու անհրաժեշտության մասին, հետաքրքիր է հիմա եւս պետք է առանձնացնել դասական Սփյուռքը մյուս Սփյուռքահայ համայնքներից եւ հիմա ինչ իրավիճակ եք նկատում, արդյոք կրկին կարիք կա հավելյալ աշխատանք կատարելու դասական Սփյուռքի հետ, այդ դասական կառույցների հետ եւ կապելու այն, ավելի խորացնելու նրանց կապը Հայաստանի հետ։ Այո, Սոնա, շատ ճիշտ նշումը կատարեցի Սոնա։ Ես շատ խոսած եմ այո դասական Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերություններ ամրապնդելու առողջությամբ հատկապես ասպետին քանի տարիներուն ընթացքին։ Ուրեմն գիտես դասական Սփյուռքի ինչ արդյունք է Սոնա։ Արդյունք է ցեղասպանության։ Այսինքն ես օրինակի համար Բեյրութ ծնած եմ Սոնա։ Բեյրութ ծնած եմ, քանի որ հայրս մանուկ տարիքին 1 կամ 2 տարեկանին այնտեղ բծկած է պատմական Հայաստան եւ եկած է եւ հաստատված է դեղահանված է աշուտ, եկած է Հալեբ, Հալեբեն եկած է Բեյրութ եւ ես 3-րդ ցերունդն եմ ցեղասպանությունեն ժողովածած։ Եվ իմ զավակս օրինակի համար 4-րդ ցերունդն է, իսկ տորնիկս որ ունիմ ասի 5-րդ ցերունդն է։ Ուրեմն դասական Սփյուռքը արդյունք է ցեղասպանության։ Եվ ադոր համար է, որ ես հաճախ կսեմ, որ հայկական Սփյուռքը յուրահատուկ է, յուրահատուկ թրվածք է, յուրահատուկ է, ինչու յուրահատուկ է, որովհետև ցեղասպանության արդյունք է։ Այնպես չէ, որ Սփյուռք մնե որ գազմավորված է դարիներու ընթացքին, մայր հայրենիքեն ցկած են գամովի եւ եկած եւ հաստատված են Սփյուռք։ Դասական Սփյուռքը արդյունք է ցեղասպանության եւ որ դեղահանության, որ դեղահանված է դասական Սփյուռքը եւ մենք մեր պատմական հողերը ցկելով կամ դուրս տրվելով կամ դեղանվելով եկած եւ հաստատված եք Սփյուռք։ Եվ աս իմաստով նաեւ ես միշտ կսեմ, որ հայկական Սփյուռքը յուրահատուկ է, որտեղ ցեղասպանության արդյունք է դասական Սփյուռքը։ Հիմա այսօր վրա եկավ հատկապես 1991-ին յետքը Հայաստանեն դուրս եկած հայորդիներ, մեր քույրեր եւ եղբայրներ, որոնք եկան եւ հաստատվեցան Սփյուռքի դարբեր երկիրներում մեջ եւ քաոտներ կազմեցին։ Հիմա գաղտնի քաոտներ ունին, որոնք խոշոր դոգոսը հայաստանյան Սփյուռք է։ Հոս այլ մարդահրավերը կփածվի։ Մարդահրավերը կփածի այն իմաստով, որ քաոտներ ունի օրինակի համար կենտրոնական Եվրոպայի եւ գաղտնի այլ եվրոպայական երկրներ, որոնք խոշոր համեմատությամբ հայաստանյան Սփյուռք են, ուրիշ քաոտներ ունին, ուր դասական Սփյուռքի գողքին նաեւ ստեղծված է հայաստանյան Սփյուռքը։ Եվ հոս կորց ունենք նելիք, որովհետեւ նաեւ հայաստանյան Սփյուռքը այնպես չէ, ինչ որ է դասական Սփյուռքը, որովհետև դասական Սփյուռքը իր հետ շալգած է պատմությունը, որ 110 տարիներու ընթացքին հետը փերած է, բայց հայաստանյան Սփյուռքը վերջին 30 տարիներուն է, որ հայրենիքը ցկած են այսպես ասած գամովի եւ եկած եւ հաստատված են Սփյուռքի դարբեր քաղաքներում։ Հոս որոշ յուրահատկություններ կան։ Ու դակավին ուրիշ կորձ մնալ ունի գնելիք Սոնա, որ ադի որ դասական Սփյուռքը եւ հայաստանյան Սփյուռքը Սփյուռքի մագարտակներով պետք է կամրջել։ Հոս պետք է գազինվես ասենք հարաբերությունները եւ հաղորդակցությունները ճիշտ ծավով շատ սալուն ծավով չեն ընթանար։ Անշուշտ այսօր մեջի գա չեմ ուզել ասել լեզվական դարբերությունը շատ փոքր է, գա մտածողության, գա գենցաղի, գա ապրելակերպի, գա ակնկալություններու դարբերություններ, որոնք ծավով պետք է կամրջվին իրարու հետ։ Եվ աս մասնալ նաեւ կարևոր մեկ պարտականությունն է, որ մեր վրա գտնվի Սփյուռքյան իրականությունը եւ հոս նաեւ Հայաստանը հայրենի pedagogiությունը իր կարևոր դեր ունի խաղալի, որովհետեւ դեսնե թե լավ հիմա որ տարբեր տեսակի Սփյուռքյան իրականություններ կան, ինչպես պետք է կամրջել այս երկուքը իրար հետ ու դակավի ինչպես կամրջել այս երկուքը Հայաստանի հետ։
Ասիգա կարևոր գործընթացն է, որում վրա պետք է աշխատենք բոլորս միասին։ Դուք նաև ինչպես գիտեմ Հայաստան եւս այցելում եք եւ հետաքրքիր է Հայաստանից ինչ միտումներ, ինչ ազդակներ եք նկատում, որպեսզի կարողանանք ինչ-որ ձևով հաջողել այս Հայաստան-Սփյուռք կամրջելու գործում։ Եվ իհարկե հաշվի առնելով այն բոլոր ծրագրերը եւ նախաձեռնությունները, որ Հայաստանի կառավարության կողմից են իրականացվում եւ սփյուռքահայ երիտասարդներին այստեղ մասնակից դարձնելու տարբեր նախաձեռնություններին, միջոցառումներին, լսելու նրանց հետ ինչ որ հարցեր քննարկելու, ինչ եք կարծում այս ամենը հաշվի առնելով, արդյոք ինչ որ ձևով կարողանում ենք հաջողել այս գործում։ Հիմա նախ եւ առաջ ասեմ, որ Սոնա իմ Հայաստանի հետ իմ հարաբերությունները սկսեցի 1991 տարին։ Երբ որ Հայաստան նոր անկախացավ, ես որ Աստվածաշնչյան ընկերության հետ աշխատին, մեր կենտրոնական գրասենյակին ես գրգռվեցա, որովհետեւ Հայաստանի մեջ Աստվածաշնչյան ընկերության գրասենյակի հիմնենք, որովհետեւ սովետական ժամանակ Աստվածաշնչյան ընկերություններ գրասենյակներ չունեին, որովհետեւ որոշ ասենք սահմանափակումներ կային եւ մենք հարկեինք ադիգա, բայց անկախացումեն յետքը մենք նախկին սովետական հարաբերությունների մեջ գրասենյակներ ունենք։ Ես ուղարկվեցա Հայաստան, որովհետեւ Հայաստանի մեջ Աստվածաշնչյան ընկերության գրասենյակ ունեն։ Եվ մոտավորապես 6 տարիներ հաջողակի երբով Հայաստան գտնված եմ, որովհետեւ այդ առաքելությունը կատարեմ եւ ռինգ, պարկասովորին։ Հիմա աս իմաստով ես Հայաստանի հետ իմ գաբերս 1991-ին վերը եւ ադիգա երբեք չդատվեց ասում։ Բավական լավ ծրագիրներ կմշակվի։ Օրինակի համար Սոնա, եւ որ երդասարտական հավաքներ կգազմագերվի Հայաստանի մեջ տարբեր միջոցառումներով, ադիգա շատ քաջերական երևույթ է։ Եվ ես հոսպամնալ նշмарած եմ, որ նաեւ ադիգա գուզեմ ասել, որ Հայաստանը հայուն, բայց իմաստնավորի երդասարտ հայուն քրավչություն մգուտա։ Իմաստավորի Երևանը։ Եվ ես ասիկա շատ նշмарած եմ։ Հիմա գիտեք Երևանը այսպես ասած եվրոպական կամ արևմտյան միջազգային մայրաքաղաք չէ, որ ասեք որ կհրաբուրե մեկը եւ այլն։ Չգիտեմ եթե այդ երկիներում մեջ էլ եթե հրաբուրիչ գա այդ տեսակ բաներում մեջ չեմ ուզել մտնել։ Բայց Երևանը քրավչություն ունի Սոնա, որ երդասարտին գաբե։ Ես ասիկա իմ զավակներս տեսած եմ։ Իմ զավակներս ուղղակիորեն եւ որ քանի անգամ որ Երևան գտնված են դարբեր միջոցառումներ, ուղղակիորեն հմայված են եւ կապված են Երևանի։ Գսկաս ադիգա։ Եվ որ երդասարտներ մուքան գսկաս թե ինչ կային Երևանը գգաբե իրենց։ Հմայչություն ունի, քրավչություն ունի։ Եվ այս իմաստով որ երդասարտական ջամփարներ կգազմագործվի կամ հանդիպումներ եւ այլն դարբեր իմաստերով, ասիկա շատ կարեւոր է որբեսի հատկապես նոր սերունդը գաբել մայր հայրենիքին։ Ու դակավին նաեւ կնշмарեմ որ երդասարտներ կհրավիրվին դարբեր մասնակցություններով, որբեսի կան Հայաստան եւ հոս համակումարներ կլան եւ այլն, գիտեմ որ Սփյուռքի հանձնագետարի գրասենյակը այս իմաստով բավական լավ կորզունություններ կգազմագերվի եւ ասկա շատ քաջալերական երևույթ է, որ Սփյուռքի դարբեր քաղաքներեն երդասարտներ կան եւ հայրենիքի մեջ դարբեր ծևերով։ Ասիկա ծևոմը Սփյուռքահայը զիրար ցանոթացնելու միջոցն է, որովհետեւ նաեւ չգարձենք որ Սփյուռքահայը ամեն մարդ զիրար գիջանչնա։ Ամեսօր եւ որ գուքան Հայաստան, գուքան մայր հայրենիք եւ դարբեր ծրագիրներով եւ կոկովի գուքան, նաեւ Սփյուռքահայը զիրար գիջանչնա։ Սփյուռքի դարբեր քաղաքներեն հայեր կոկովի կալու զիրար գիջանչնան ու արավել լալով նաեւ գիջանչնան Հայաստանի մեջ աբրո իրենց տարեգից երդասարտներու եւ դարբեր մասնակիցներու մասը։ Աս մեկը շատ քաջերական երևույթ է։ Բայց ասով հանդերձ ես պիտի հանդգնեմ ասելու, որ դակավին կորձ մգա, որբեսի Հայաստանը գաբը տասական Սփյուռքի եւ տասական Սփյուռքի գարուստերու հետ նաեւ քիչ ավելի աբրաբնտվի եւ ավելի ուժեղանա։ Այս մասը Սոնա պիտի հանդգնեմ ասելու, որ կորձ կա լալիկ եւ այսպես ասած պետք է ավելի աշխուժացվի։ Գիտես Սոնա, հիմա Սփյուռքի մեջ մենք ունենք մարտահրավերներ։ Այսօր 110 տարի է վեր Սփյուռքը գոյություն ունի եւ Սփյուռքն մաշած է եւ Սփյուռքն հոգնած է։ Այսինքն մենք մեր գարուստերը արտիականացումի պետք ունին, մենք մեր կորձունեությունները ավելի պետք է ներգա օրերու բահանջներուն պետք է տնենք եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս բոլորը մենք բավական լավ գիտենք, բայց ասով հանդերձ Սոնա Սփյուռքյան մեր իրականությունները դակավին խոշոր համեմատությամբ առնչված են մեր սփյուռքյան գառույցներու հետ։
Տասական սպիրկի գարույցներով հետ։ Եվ այդ տասական սպիրկի գարույցը որ գսեմ պիտի խոսենք եկեղեցին, պիտի խոսենք մամուլը, պիտի խոսենք դբրոցը, պիտի խոսենք մեր կուսակցությունները, պիտի խոսենք մեր մշակութային միությունները ու գազագերբությունները։ Որքան որալ այս հաստատությունները հինցած են կամ մաշած են կամ վերանորոգումի պետք ունին եւ մենք ադիգա շատ լավ գիտենք սոնա եւ ադոր վրա էլ գաշխատինք բայց եւ այնպես տակավին այս կառույցները շատ կարեւոր են մեր սպիրկի մեջ հայաբահբանումի կարեւոր գործընթացին համար այնպես որ այս բոլոր չանքերը որոնք կդարվին որը շատ քաչալերական է երդասարտները հավաքելով եւ բերելով ասենք մայր հայրենիք բայց նաեւ բիդի պապակիմ որբեսի դեսնել որբեսի տասական սպիրկի գարույցներու հետալ ալավիլիով չերմանա եւ աշխուժանա Հայաստանի հետ մեր հարաբերությունները Շնորհակալ եմ հարցազրույցի համար պարոն Ջեբեջյան Շնորհակալ եմ Սոնա ձեզ հաջողություն Շնորհակալ եմ ձեզ նույնպես Հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ որ տեսակապով զրուցում էի Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության ընդհանուր քարտուղար դոկտոր Հրայր Ջեբեջյանի հետ կհանդիպենք